Դուք օր ու գիշեր ռումբերի պայթյունից պահեր եք սուրբ հողը կյանքով մահը ձեր աչքերում մեր սրտում էլ աղոտք սպասել ենք ձեզ երազանքով գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգու խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգու խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում Բայ, բարև ձեզ։ Բարև։ Ես ինչ բոյով ես դու։ Վայ կներես, նստի, նանե ջան, նստի խծում եմ։ Ժասմին, իսկ կարամ ես էլ ձեր հետ գամ ահավոր անհանգիստ եմ։ Ավելի լավ է գնաս տեղից քանի քո հետ ամ։ Վայ թող գա, Բայց կամանդիր, թող գա հասկանանք ես ոնց է կազմակերպել։ Նանե, ուր ա նանեն, ինչ է եղել, նանջա, ես ինչ է եղել, բալ ես, այ, նանե ոնց ես, ես պապու խաղալիք ինչ ինձ ակել եք, Ինչ է եղել, ով գիտի տեսել ես երեխուն ակումբում ու վրեն գորացել ես, նա էլ վախեցել է, Ձեզով կան, չէ՞ ստե։ ես եմ զանգել տիկին Մարգոյին, ճիշտն ասած շատ անհանգիստ էի ու միակ մարդը ում համարը ունեի այդ տիկին Մարգոն էր, հետո նանեն զանգեց ձեզ կանչեց։ ինչ է եղել, Տիկին Մարգո, դե դուք էիք ասել, որ տան եմ, նենց անեմ, որ ինքը թուլանա, իրան լավ զգա, ես էլ արել եմ։ հա ես ասել էի տար թող ինք իրան լավ զգա, թող հավանի ես միջավայրը, հետո, Թե ես ինչ իմանայի, որ ինքը կյանքում տենց բան չի փորձել։ ինչ, Մամ շոկոլադ կուզես, ինչ շոկոլադ, նենց ողովեր։ Էս ինչ շոկոլադից ա խոսում, ինչ ա կատարվում այստեղ։ Եվ դուք պետք է բացատրեք, ինչ գործ ունի աղջկս այս ժամին, այդ վիճակին այս տեսքով, քո հետ հետո փողոցները։ Բայց այդ հետո, մտանում ենք հիվանդանոց։ հիվանդանոց պետք չի, Ես եմ որոշում երեխուն ուտանենք։ Մինաս, այս վիճակում հիվանդանոց տանելը ավելորդ ուշադրություն կգրավի, խնդիրներ կստեղծվի, Նանե, ես հենց հիմա կզանգեմ իմ բժշկին կգա մեր տուն, ինչ նան մի քնի, բալես։ Էս են հարցը չի, որ պետք է իրար հետ վիճենք, Նանե մի քնի։ կամանդիր ավելի լավ աստեղից գնանք, որովհետև ամեն րոպե կարա փոլիս անցնի ու հարց ու փորձ անի։ Լավ գնացինք արագացրեք։ Սյուզի, Ես քեզ ինչ էի ասել, Ժասմին, ասել էի, չէ, մտերմացի հետը, լոսը լավ կողմից ցույց տուր, ժամանցի տար, թող երեխեն չձանձրանա, դու ես ինչ արեցիր, Տիկին Մարգո, ես երթվում եմ, չգիտեի, որ ինքը երբեք այդ չի օգտագործել։ Իրականում այդ շատ մեծ դոզա էլ չէր։ Մարդը անգամ չի էլ զգում, 2 հատ շոկոլադ ա կերել։ դու դեռ չգիտես սրա համար քեզ ինչա սպասվում, Ինձ աշխատանքից հանելու եք։ չէ ավելի վատ, նախ քեզ պիտի փրկեմ նանեի հոր ձեռքերից, ոչ սպանի աղջկա հետ նման բան անելու համար, Ես ինչի մեջ ընկոյի է։ ձենդ, Կամանդիր կարող է նանեին տանենք իմ տուն։ չէ,
Չեմ ուզում այս վիճակում քրոջը sense տենա Աշոտը։ Աշոտը Վահեի տանն է։ Աշոտը իմ ավելի ապահով տեղ է, քան մեր աղջիկը, Սյուզի։ Ես չգիտեի, որ սենց է լինելու Մինաս։ Երեխան շատ էր ուզում դուրս գնալ։ Ես վստահ եմ, որ նանան երբեք սենց բան չէր օգտագործի։ Յան ուղղակի խաբել են։ Այդ կլուբում են տվել։ Չէ, այդ աղջիկն է տվել։ Սաղ կյանքս ինչից զզվեցի, եկավ իմ դուռը։ Ինչը ատեցի, եկավ կպավ ինձ։ Ոնց։ Մաման իրան ճանաչում էր, ասես լավ երեխա է։ Հա, տեսանք ինչ երեխա է։ Պապ, Աշ, հոգնած չէր։ չէ, պապ, ձեզ էի սպասում։ Մի սպասի տղես դու քնի։ Առավոտ դասի ես։ Հոբան չի եկե, պապ։ Կգամ կպատմեմ Աշոտ։ Բայց մը պետք է քո պահով գոնե հանգիստ լինեմ։ Հա, կարաս հանգիստ լինես, պապ ջան։ Առավոտն է կգնամ դասի ու չեմ ուշանա։ Ապրես։ Լավ։ Մհեր։ Մհեր, վաղվա առավոտվա 2 ժամը կլինի դասի չնստեմ գործի գնամ։ Դու կարաս տենց մի բան կազմակերպես։ Լավ։ Սիստեման կօգնի, արյունը կմաքրվի տոքսիկ նյութերից։ Առավոտյան լրիվ լավ կլինի, մի անհանգստացեք։ Մամ, Հա, բալես, էստեղ եմ։ հա, դու ես էստեղ։ Հա, աղջիկս, ես էլ եմ ստեղ։ Կմնաս, չէ՞։ Հա, կմանա։ Ավելի լավ է հիմա մենակ մնա։ Ինչ անենք դուրս գանք, բժիշկ։ Ձիանան մոտը կլինի։ Հա, մի անհանգստացեք, ես էստեղ կմնամ։ Հիմա իրան հանգիստ է պետք։ Մենք չենք պատրաստում հետը ֆուտբոլ խաղանք։ Կմանանք այնքան, մինչև երեխան կդզվի։ Լավ, ոնց կուզեք։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ, արժանացեք արքայական հանգստի։ Շատ համով է։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Dog Resort Los Angeles-ում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Բանդ, տեղյակ ես, որ Hello Panda քաղցր ծուղիկները համ փոքրիկների, համ էլ մեծիկների համար են։ Ինչ էլ համով են։ Hello Panda քաղցր ծուղիկներ։ Վերցրեք մեծ կամ փոքր դուփերից մեկը եւ քաղցրացրեք ձեր կյանքը։ Էլեկտրոնային խաղեր, վիրտուալ իրականության նորագույն սարքեր,
բեմ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ է պետք ձեր երեխային անմոռանալի տպավորություններ նվիրելու համար։ Tickle Town, մանրամասների համար զանգահարեք 747 774 7473 հեռախոսահամարով։ Շուտով նոր տարին կծեցի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Անչափ ախորժալի, հատուկ մարինացված միս, արած շաուրմա, Family Package-ներ առաքումով, 3 location, համն անմահական։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին, lobster, crab, shrimp, խեցգետին, առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը։ Զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Love You։ Իրական ու թարմ բաղադրիչներ, մեծ չափաբաժիններ եւ լավ մթնոլորտ։ LA West Barbecue, դա որակ է կրակի վրա պատրաստված։ Պիցցա, բուրգեր, աղցան, խորոված։ LA West Barbecue-ն ընտրություն է, որը չի հիասթափեցնում։ Ձեր կրեդիթը նոր է կամ նախկինում ունեցել եք խնդիրներ, հոգ չէ։ Լավագույն տոկոսադրույքները երաշխավորված են։ Ունենք ծրագրեր 0-ից մինչև 5% down payment-ով։ Ծրագրերը գործում են անգամ առանց tax return-ների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Փետրվարի 7-ից սիրահարների տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգան սիրված երգիչներ Արա եւ Ալիկ Ավետիսյանները։ Աչքերս կուրանան Աշխարհի ամենատարբեր երկրներում միլիոնավոր դիտումներ արձանագրած իրենց հիթեր դարձած երգերով շքեղ այս համերգը տեղի կունենա Aquacalente-ի The Show համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Ուստա չալե Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով aramticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Շնորհակալ ենք Ալինա, վարորդին զանգի ու ասա, դե Ժասմինին տուն հասցրես թե չէ։ Ուզում եմ վստահ իմանամ տաննա թե ոչ, թե չէ արդեն ներվերս չի հերիքում։ Լավ, բայց պիտի որ 10 րոպեից հասնեն։ Լավ։ Նստեք։ Չէ, լավ է։ Ալինա սուրճ բեր։ Դուք դառնեք խմում։ Սուրճը իմ համար էիք ասում։ Չէ, չեմ խմում, մերսի։ Ոչ նստում եք, ոչ սուրճ եք խմում։ Այդ Մինասի իմ մասին էդ ինչ ասել, որ իմ տան սուրճը չեք ուզում խմեք։ Լավ, ոնց կուզեք։ Ոնց անեն։ Խոսի։ Չեմ կարա հստակ ասեմ ինչ դոզայի մասին է խոսքը, բայց օրգանիզմը ստրեսի մեջ է։ Ոնց հասկանում եմ, առաջին անգամն էր։ Դե բնականաբար առաջին անգամն էր։ Ինքը տենց բաներ ընդհանրապես չի անում, մեզ էլ խաբելով են տվել։ Լավ, մինչև առավոտ օրգանիզմը կմաքրվի։ Ձիաննայի միացրած սիստեմաները կօգնեն։
առավոտյան լավ կլինի։ Տիկին Մարգո, կարող ենք առանձին էլ խոսել։ Լավ, ես քեզ կճանապարհեմ։ Վերջ գնաց։ Դե իրա գործը արեց, հիմա էլ գնում է։ Բա որ նանեն իրան վատ զգա։ Նորից կկանչենք։ Գոնե մոտիկա ապրում։ Չգիտեմ։ Կարողանայինք ասենք գոնե մնալ մի քիչ։ Հարգելի տղա, ես տեղ ընդհանրապես աշխատում եմ։ Վայ։ Okay։ Ապրես որ եկար։ Վաղը փողոտ կփոխանցեմ։ Մենակ ես այցի համար, որ զանգեցիր կանչեցիր ինձ թվաց ներկայացման երկրորդ ակտն ենք սկսում, պետքա վատանաս կամ փրկեմ։ Լսի, ես քո տրամադրությունը չունեմ։ Արդեն այս խոսակցությունները ավելորդ են։ Քո համար են ավելորդ, իսկ իմ համար չէ։ Ես իմ փողն եմ ուզում։ Հասկացա, վաղը կփոխանցեմ։ Չուշացնես։ Մեր նախորդ հանդիպումից հետո տենց էլ փոխանցում չեղավ։ Հիմա երկուսը միասին եմ սպասելու։ Լավ, բայց վաղը կարողա նորից կանչեմ քեզ, մի հատ նանեին զննես։ Այո, իհարկե, դա իմ պարտքն է։ Երբ պետք լինեմ, զանգեք։ Կարող եմ ստեղ էլ մնալ։ Ուղղակի դա լրիվ ուրիշ թվերի մեջ եմ անում։ Հաջողություն, Սահակ։ Հաջողություն։ Այս ամենը նրանից է, որ թողել գնացել ես։ Դու լավ գիտես, ես ինչի համար եմ գնացել։ Եթե դու այստեղ լինեիր, նանեն անգամ ակումբի մասին չէր խոսի։ Պետք չի մեկս մյուսին մեղադրենք։ Դու ինձ մեղադրես, որ այստեղ չեմ ապրում։ Ես քեզ մեղադրեմ, որ չես արգել է։ Մեղադրանքներով ոչ մի բանի չենք հասնի։ Ինչի արգել եմ արևս։ Այդ ես ու դու կյանք չենք ունեցել, երիտասարդություն չենք ունեցել, ընտրություն չենք ունեցել։ Ես ուզում եմ, որ իմ երեխեքը ընտրություն ունենան։ Մեր սխալներն է, որ երեխեքին ստերիլ ենք մեծացրել, սահմանափակ։ Դրա համար էլ մարդ չեն ճանաչում ու այսենց իրավիճակներում են հայտնվում։ Խնդրում եմ արևս, հետ արի մեզ հետ ապրի, ես կխոսամ մամայի հետ։ Կյանքս դու լավ գիտես, որ այդ անհնար է։ Հա, ո՞նց է։ Գնացա մաման։ Բժիշկ ասեց մինչև առավոտ կքնի։ Մինաս, ընկերը թյուրասենյակում քեզ է սպասում։ Ոչ նստում է, ոչ մի բան չի ուզում ու զգաստ կանգնած է։ Խնդրում եմ մի գնամ։ Գոնե այսօր մնա այստեղ։ Մինչև երեխուսը չխոսամ, ոչ մի տեղալ չեմ գնա։ Գնամ վայեն ճանապարհ անգամ։ Մնալու առիթ էր պետք։ Դու դեռ խոսում ես այդ մասին։ Այսօր Մինասը քո ասածների պատճառով է հեռու ապրում մեզնից։ Բայց ես իրան տանից դուրս չեմ արել։ Ինքն է գնացել։ Եվ հետո ում տանը կռիվ ու խոսակցություն չի լինում, Սյուզի։ Հիմա չեմ ուզում դրա մասին խոսել, դրա ժամանակը չի։ Մամ ջան, կբացատրես, այդ ոնց է լինում, որ դու Ժասմինին այդքան գովում ես, ասում ես, որ լավ ճանաչում ես, երեխուս գլխին սենց փորձանքա բերում։ Ժասմինն ինքն էլ չի իմացել, թե շոկոլադի մեջ ինչ կա։ Բա Մինասին ու Վայեին ասելա, որ ինքը տեղյակ է եղել, ինքը մտածել է, որ նանեն էլ գիտի։ Աղջիկը վախեցած է եղել։ Վախեցած ժամանակ ինչ ասես, կարաս ասես։ Շոկի մեջ էր այդ երեխեն։ Տուն եմ ուղարկել։ Բա ինչի ինքը չի վատացել։ Այդ նշանակում է, որ իր համար առաջին անգամը չի եղել։ Իսկ դու ինչ ես կարծում, ես նմանին գործի կվերցնեի, հա, ու թույլ կտայի, որ նանեի հետ դուրս գա։ Ուրեմն դու էլ չես իմացել։ Ես Աշոտին տիրություն կանեմ, դու հանգիստ եղի։ Երեխան առավոտ կզարթնին, կպատրաստվի գնա դպրոց։ Էլ քո գործերին գնայես։ Հա, դու վաղը կգաս։ Ամեն ինչ կախված է նանեից, դրանամ երեխես ոնց կլի։ Չնեղվես կոմանդիր ջան։ Երեխան միամիտ է, մաքուր է, դրանից է էլի, գլխին սարքել են։ Կա չէ դեպքեր, որ չեն ուզում կողքին իրանից լավ է երևա։ Այս այդ դեպքն է։ Վայ ջան, մերսի։ Գնա հանգստացի։ Հա։ Առավոտը գամ հետևից։ Կզանգեմ։
Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Կյանքս, եկար։ Էս ինչա։ Ինձս։ Լավ։ Ինձ թվում էր ինչ-որ բան ես պատրաստել դու ինքը, բայց սա ավելի լավ է։ Ես գիտեմ դու ինչ ես սիրում։ Իսկ ես սիրում եմ, երբ որ դու գիտես ես ինչ եմ սիրում։ Օ։ Այսօր մորդ մոտ չես գնացել։ Չէ։ Ուզում եմ, որ հասկանա, որ նեղացած եմ։ Ճիշտ ես անում։ Միշտ կողքին ես, հասանելի ես։ Դրա համար էլ չի գնահատում։ Մաման է։ Երևի փոշմանել է։ Ալո։ Մա։ Ինչ ա եղել։ Ոնց չեմ հավատում։ Ոնց կարող էր նման բան լինել։ Լավ, ես վաղը կգամ։ Ման, բոլորը տեղ եք, ինչ իմաստ ունի, որ ես ես գիշերով գամ։ Լավ։ Ինչ ա եղել։ Գնալուց ասեցիր, որ ոտը տեստանը չի լինի։ Դու էլ ասացիր, որ երեխեքը մնան ստեղ, ապահով կլեն քանին մոտ։ Այդպես էլ կա։ Երևում է, դրա համար հիմա պարտված է սիստեմայի տակ։ Ես ուզում եմ, որ իմ երեխեն ինձ մոտ մնա։ Ես ուզում եմ, որ իմ երեխեն երջանիկ լինի ու ապահով ապրի։ Կարող է չհավատաս, բայց գիտես քո մեջ ճիշտ եմ շատ սիրում, որ դու լավ ծնող ես ու սիրում ես քո երեխեքին, բայց շատ կարևոր բան կա, որ հաշվի չես առնում։ Էդ ինչ։ Որ ես էլ եմ ծնող ու շատ եմ սիրում իմ երեխեքին, որ այս աշխարհում չկա մեկը, որ կարա ինձ բաժանի իմ երեխեքից։ Բայց դու ինքդ ես տնից դուրս եկել։ Մեզ հիշացնեմ ինչի համար։ Անես լավն էր դպրոցը, շատ լավ դասընկերներ են։ Հա, բալես։ Խոսեցիր ուսուցչի հետ։ Հա, նորմալ ամեն ինչ։ Ինչ լավ է, որ հավանել ես, Աշ։ Անես դպրոց չէի ընտրել, որ վատը լիներ։ Ուսուցչուհիս ասաց, քանի որ նոր եմ եկել Հայաստանից, ու քանի որ պատերազմի ժամանակ Արցախում էի ապրում, մի հատ դրա մասին շահադություն գրեմ։ Ինչի համար։ Վաղը ես կզանգեմ ու կասեմ, որ դու չես գրելու։ Բայց ինչի համար։ Իմաստը ո՞րն է, ես չեմ հասկանում։ Երեխեն ընդեղից եկել հասել է այստեղ, որ այդ շահադությունը գրի, ուրիշ թեմա չկա։ Բայց տատը ես ուզում եմ այդ գրեմ։ Աշոտ տղես, քանի դու այստեղ ես, արի այդ թեմաները մոռացի, լավ։ Մամ ջան, խնդրում եմ, ուղղակի փակի այս թեման, հա։ Մամ, հիմա երեխայը հանձնարարել են, թող գրի, ինչ կա դրա մեջ։ Ես քեզ կօգնեմ, մենք միացին մենք լավ բան կգրենք։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետկը սաբրազի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգին մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Տոնական զեղչեր High Post USA-ում։ Այժմ ինքնաթիռով $3.99 1 փաունդի համար։ Բացարձակ վճար առաքում Հայաստանի ցանկացած մարզ եւ ապահովագրում։ Բավական չէ, ուրեմն հավելյալ 10-ից 50% զեղչ։ High Post ազգային փոխադրող։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշ ջելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն
եթե այն զարդարված է Միլաշ ջելոյով։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor. Stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Little Percy Hugo Bossy հավաքածուով հայտարարում է ճախճախի զեղչեր. Hugo Boss warm-ups $85, t-shirts $15, Hugo Boss jeans $85, jackets $100. Շտապեցեք է բաց միջորք այս բաց սարի կարիճը։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փատիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Old School Hookah Lounge, այստեղ ամեն ինչ վայբի մասին է, բացօթյա մթնոլորտ, պրեմիում համեր, հարմարավետ նստատեղեր ու երաժշտություն ճիշտ տրամադրության համար։ Ընկերներով, զրույցներով կամ VIP սենյակում PlayStation-ով քո երեկոն սկսվում է այստեղ։ Old School Hookah Lounge։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Իսկական մանգալի խորոված եւ քյաբաբ, մթերքը թարմ, համեմունքը հայկական։ Պատրաստում ենք փլեյթներ, արագ, համեղ, հասցնում տաք ու ժամանակին։ Ունենք քեթրինգի անսահմանափակ ծառայություն։ Ham's Armenian Barbecue։ Ham, որ նորից ես ուզում զգալ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market։ Առողջ ապագան ընտրություն է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ Հունական շունչն ու տրամադրությունը, համեղ ուտեստներն ու բազմատեսակ խմիչքները, ինչպես նաև ավանդական ափսեները կոտրելու արարողությունը վայելելու համար այլևս Հունաստան այցելել պետք չէ։ Յասու Գլենդելում նախապես ամրագրեք ձեր տեղերը 909 999 0088։ Emmanuel, my life is for you. Emmanuel, my life is for you. Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal. Skinovate Med Spa-ում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Van Nuys եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Vegas documented notary։ Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Հազվագյուտ կենտրոններ կան, որ ունեն այս ռոբոտը։ Մազեր աճեցնելու ամենաժամանակակից ու երաշխավորված տարբերակը։ Նստում եք այս հարմար աթոռին ու առանց ցավի մի քանի ժամվա մեջ այս ֆանտաստիկ ռոբոտը բժիշկների հսկողությամբ վերականգնում է ձեր սեփական հարազատ մազերը։ Այնտեղ, որտեղ ունեք ճաղատություն։ Սա ուղղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դուք զանգեք 818 418 1111 ու մեկ օրում հետ են գալիս երիտասարդ տարիները, աճում են ձեր իսկ սեփական մազերը, որոնք նորից հայելու առաջ սանրելիս մի ուրիշ հաճույք եք ստանում։ Զանգեք 818 418 1111։ Չեք հասկանում։ Ումա պետք է ամեն ինչ ես երկրում։ Այսինքն մարդ որ գնում է օտար երկիր, պիտի մոռանա է հայրենիքը։ Էլ ինքը հայ չի։
Դու ամեն ինչը մոռացի գնա։ Լավ էլի մինաս, հայ, հայրենիք, Հայաստան, տեսանք ինչ եղավ, մամ։ Այդ մեկը հաստատ քո խելքի բանը չի։ Ստեն նստած հեշտ է խոսալ հայրենիքի մասին։ Դասի հերիք է էլի մեզ կերակրեք այդ ձեր գաղափարախոսություններով։ Մենք էս ենք, մենք են ենք, մենք էս ենք տեսել, մենք են ենք տեսել։ Մենք անենց լավ ուժեղ ազգ ենք, մենք հաղթելու ենք։ Բեղենները ֆռացնելով հայրենացիական երկեր երկելով ինչքան պիտի ապրենք, հա? Ու այդ երկողները գալիս հասնում են այստեղ, փողերը հավաքում դնում գրպանները ու գնում են։ Այդ է ձեր հայրենասիրությունը։ Ով ինչ հիմարություն անում է, ասում են բայց ազգին հաղթել կլինի։ Չէ, չի լինի։ Դրա համար էլ այդ երեխեքը գնացին զոհվեցին այդ գաղափարների համար։ Դու քո երեխեքին չես խղճում, հա? Ինչքան պիտի պայքարելով ապրեն, մինաս, հա? Հայի արյան մեջ են դրել այդ պայքարելը, դրա համար է բոլոր հարևանների հետ կռված են ու բոլորի հետ համեմատությունների մեջ են մտնում, ցույց են տալի ուզում են ապացուցեն աշխարհին, որ հայից լավ մեկը չկա։ Դու հիմա չես էլ պատկերացնում ինչ ես խոսում։ Քո մտածելակերպի մարդիկ որ շատ լինեն, մենք հիմա Հայաստանը չենք ունենա։ Բայց որ պատերազմում հաղթենք, առաջինը դու ես ասելու, որ հաղթեցինք։ Երագունը գցել ուսերիդ մտեր համացանց ու հայրենասիրական երգեր երգեր ու փառք տիրոջը որ քո նմանները քիչ են։ Լավ էլի մինաս, լավ էլի։ Հենա տեսնում ենք էլի առավոտից իրիկուն ինչա կատարվում։ Առավոտից իրար ինչ ասես ասում են, բամբասում են, սպանում են, իրարից ինչ ասես խլում են։ Էդ է քո քրիստոնեությունը, հա? Էդ է քո հավատքը։ Ասում են մենք հավատացյալ ազգ ենք, մենք քրիստոնեությունը առաջինն ենք ընդունել։ Գիտես ինչա մնացել ձեր քրիստոնեությունից։ Եկեղեցու կողքով անցնելուց խաչակնկվելու սովորությունը։ Հիմա էլ ասան եկեղեցու։ Իսկ դու սրբություն չունես։ Դու քո սրբությունը մենակ փողն է ու իշխանությունը։ Լավ էլի մինաս։ Մամ ջան, ինչի համար է այս խոսակցությունը։ Ինչ ես ուզում ապացուցել։ Մինասը մեղավոր է, որ հայի վատ տեսակն էլ կա։ Այդ որ ազգի մեջ վատը չկա։ Լսի, մենք որ նոր էինք եկել։ Բիզնեսի մեջ ինձ խաբեցին, փողերս լրիվ կորավ։ Գիտես ով խաբեց։ Հայը։ Ինձ հայը խաբեց։ Հայաստանում հերիք չի, հիմա էլ եկել են ստեղ են հայրենասիրություն խաղում։ Շենքեր են վերցնում, տանիքի վրա եռագույն դրոշն են խփում ու ինչ են անում, գներ այսպես բարձացնում են։ Խանութի էլ, մանկապարտեզի էլ, դպրոցի էլ, ռեստորանի էլ։ Շատ ուժեղ հայրենասիրություն է, չէ՞։ Գալիս են ստեղ դպրոց են բացում, հայկական, $2500 ամսական վարձ են դնում ու մտնում ես տեսում ես ինչ է կատարվում։ Հայերենի ուսուցիչը խոսում է երեխու հետ անգլերեն։ Գնում ես տուն, նույն ծնողը խոսում է անգլերեն։ Էդ է ձեր հայրենասիրությունը։ Մամ, լավ էլի։ Այդ հիմա ստեղ ինչ կապ ունի, կասես։ Ինչ վատ է, որ հայերը եկել են այստեղ ու գործ են անում։ Օրինակ ես երբ որ մտնում եմ խանութ ու տեսնում եմ ինչ որ հայկական ապրանքանիշ, ես հենց դա եմ առնում, որ գումարը մերոնց ձեռքը լինի։ Լավ էլի եմա, լավ էլի վերջացրու։ Հայը մեղ կա, հային փող տվեք, ամենտեղ մուրում են, ամենտեղ փողեր են վերցնում, հիմնադրամներ են բացնում, այդ փողերը լցնում են գրպանները ու այդ փողերը ուր են, անհետացել են, չկան։ Հոգնել եմ արդեն այդ դատարկախոսություններից։ Հերիք չի դրանով էս երեխեքի գլուխները լցնեք։ 100 տարի խոսում ենք եղեռնից, 100 տարի լացում ենք ու լացում ենք ու լացում ենք, բայց լացելով հանդերձ առաջ գնացեք, զարգացեք։ Ոչ ոք չի կարա զարգանա ի անցյալը մոռանալով։ Մոռանալ արմատներդ, մոռանալ ազգիդ ամենացավոտ էջերը ու հավատքդ, այն ինչ որ ազգդ դարերով պահել է։ Մոռանալ են այրունը, որ թափվել է, նշանակում է մոռանալ ինքդ քեզ։ Այդքանից հետո դու դառնում ես անանուն, անհասցե, անհայրենիք, ես իմ ով։ Ես եմ անհասցե ու անհայրենիք, հա? Իմ հայրենիքը անենց արեց, որ ես ստիպված թողեցի եկա այստեղ։ Հիմա այստեղ ավելի շատ հայ կա, քան Հայաստանում։ Բա ինչի չեն գնում։ Դե թող գնան, շենացնեն, բազմացնեն իրանց հայրենիքը։ Դու հայրենիքը խառնում ես կառավարության հետ։ Կառավարությունը ժամանակավոր է։ Այսօր սրանք են, վաղը կարան նրանք լինեն։ Իսկ հայրենիքը միշտ կա։ Պետք չի նեղանալ հայրենիքից։
Պետք չի մոռանալ արմատները։ Լսի զզվացրեցիք էլի։ Ուր գնում ես, ասում եմ որտեղից ես, արմատներդ որտեղից, հա։ Ես արմատ չունեմ, ես սար չեմ։ Սաց որ քեզ լսում եմ, ուրախանում եմ, որ դու քեզ չես համարում մեզանից մեկը։ Մինաս, բայց ես կամ ու բոլորիցդ լավ եմ զգում։ Ցավոք ես այսենց քիչ կապրեմ։ Իսկ դուք միշտ վատ կլինեք այդ ձեր գաղափարախոսություններով։ Դու գիտես աշխարհում քանի երկրի պետականություն ունի, քանի երկիր այբուբեն ունի։ Դարեր շարունակ ինչ հզոր պետություններ են եղել Հայաստանի կողքին։ Յանք շատ լավ են զգացել իրաց։ Ոնց որ հիմա դու։ Քանից են հասել մեր օրեր, բայց հայը հասել է։ Հայը արժանի է։ Հայը ապրելու է։ Հայ լինելը հեշտ բան չի ու հաստատ քոպես մարդու համար չի։ Լսի, հիմա իմ պեսի տանը չես ապրում դու։ Մամ, սոս մնա, իմ պեսի տված հնարավորությունից չես դու օգտվում, հա? Քո նմանների կռիվը անիմաստ է։ Մամ, չափն անցար։ Մինաս ջան, մաման լրիվ ուրիշ բաներ ուզում ասել։ Եղքից ներկայությունը ու քեզ չեմ ասում են, ինչին դու արժանի ես։ Ու ես էլ քո հարկի տակ չեմ մնա, քո հարկի տակ չեմ մնա։ Մինաս, խնդրում եմ։ Մամ ջան, խնդրում եմ, ասա, որ ուրիշ բան նկատի ունեի։ Նկատի ունեի այն, ինչ որ ասեցի։ Հիշի խոսքերս։ Մի օր դու այս քո ստեղծածի հետ մենակ ես մնալու։ Մինաս։ Լավ էլի տատ։ Տատի, պապան ճիշտ է։ Ու ես հպարտ եմ, որ հայ եմ։ Սա էր ուզածդ։ Այսինքն Արի խոստովանի, որ մտածված ես անում, որովհետև ուզում ես, որ Մինասը թողի ու գնա։ Մենակ հաշվի չես առնում, որ եթե Մինասը գնաց, աղջիկը դու թորներ դե հետն են գնալու։ Սյուզին չի թողնի ինձ ու գնա։ Կրակի հետ ես խաղում։ Սյուզի անհնար բան ես խնդրում վերջ։ Խնդրում եմ մտի մամայի դրության մեջ, տեղերի պատճառով նյարդերը լրիվ քայքայվելա չի հասկանում ինչ ա խոսում։ Դու ինձանից ավելին ես ուզում, քան ես կարամ անեմ։ Այսքան ծուտու հնարավոր չի ստանալ։ Դե եթե հնարավոր չի գնա, ոչ ոք քեզ չի պահում այստեղ։ Չեմ էլ սպասում, որ ինձ պահես, հանգիստ տեղի։ Իմ ոտը էստեղ չես տենա։ Դու էլ հանգիստ տեղի։ Մենք առանց քեզ ավելի ապահով կլինենք այստեղ։ Սպասի իրերս հավաքեմ գամ։ Սյուզի, դու ուր ես գնում։ Ոնց ուր։ Բա ես։ Մամ ջան, խնդրեցի, չէ, որ չշարունակեք, չվիճեք։ Հիմա ես ինչ անեմ։ Սյուզ, գոնե դու երեխեքի հետ մնա։ Ուր եք գնալու։ Էմ ջան, որտեղ իմ ամուսինը, այնտեղ էլ ես ու երեխեքս։ Ես լավ չեմ։ Մամ ջան, հատի, մամ ջան։ Ինչ եղավ, մամ։ Ջուր, մամ ջան, էմ մի հատ տեղերը բերի, դու էլ ջուր բեր։ Մամ, ոնց ես։ Մամ ջան, ինչ եղավ։ Հələ խմի եսի։ Խմի։ Մամ, որ մեկն է։ Էսա։ Տեղ չեմ ասում։ Խնդրում եմ։ Ոչ մեկդ մի գնացեք։ Բոլորդ մնացեք այստեղ։ Լավ։ Գոնե կյանքիս վերջի օրերը ինձ հետ մնա։ Սյուզ մնա։ Մնա մամայիդ մոտ։ Հիմա դու յան շատ ես պետք։ Երեխեք, դուք էլ մնացեք մամայի մոտ։ Ինքը ձեր կարիքը շատ ունի։ Պապա դու։ Իմ մասին մի մտածեք։ Պապ, ես քո հետ եմ գալիս։ Աշոտ։ Չէ, պապ, ես այստեղ չեմ մնալու, գալիս եմ քո հետ։ Աշոտ ջան, ուր ես գնում։ Սպասի մինչև պապան տուն կվարձի։ Չէ, մամ, ես այստեղ չեմ մնալու, գնում եմ պապայի հետ, վերջ։ Լավ։ Աշոտը կգա իմ հետ։ Նանը դու կմնաս մամայի մոտ։ Պապ։ Կներես ինձ։ Ես չեմ կարող ինձ ներել, եթե այստեղ չլինեմ մամայիս հետ մի բան կատարվի։
Հասկանում, դրա համար թողում եմ որ մնաս։ Մամ, այդ կնկան կասես, որ պապայի մասին վատ բաներ չասի։ Աշոտ, ինչ եմ ասել։ Տատիկի մասին դες մի խոսա։ Լավ։ Ուր եք գնալու։ Մի անհանգստացի։ Տեղավորվենք իմանաս որտեղ ենք։ Ես քո համար չեմ անհանգստանում։ Աշոտը։ Մամ, լավ էլի։ Ես անենց տեղեր եմ քնել։ Ընդհանրապես չանհանգստանաս։ Կյանքս մոռացել ես, որ գայս էլ մոտս պոստեր ու մնում է։ Իմ զինվոր տղա։ Պապայդ լավ գնայես, լսում ես։ Սյուզի, Գնացինք։ ոնց գնացին, ունեցել 2 օր հետո հետ կգան։ Մի անհանգստացի։ Ես ինքս չեմ ուզում, որ մինասը ես տոն հետ կամ մամ։ Ինչի։ Իրա համար այստեղ անտանելի է։ Ինքը ամեն ինչին դիմանում է հանում ինձ։ Իսկ ես չեմ ուզում, որ ինքը դիմանա։ Մամ ջան, դեղերից ժամն է, խմի նոր քնի։ Ապրես։ Նանեն քնածա դեռ։ Եթե ուզում ես Ալինային ասա թող Մինասի համար սենյակ պատրաստի։ Մինասը եթե քնելու լինի, մամ ջան, իմ հետ կքնի, բայց չի ուզում, ուզում է մնալ նանեի մոտ, ես էլ հետը կմնամ։ Լավ։ Կարող է վարորդին ասեմ գնա Աշոտի հետևից։ Լավ, էլ բան չեմ ասում, հիմա ուզում եմ պարկեմ հանգստանամ։ Նանեն, որ արթնանա, երեխուն վրա չտակ։ Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Plumbing, Stucco, Electric, Finishing, AC եւ ներքին հարդարման ցանկացած աշխատանք։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը։ Modern Dream House Construction Group։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Թրակների DPF Services տեղում գործում է պահեստամասերի խանութ-սրահ, աշխատում ենք բոլոր ապօրինական ընկերությունների հետ։ Իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգների ողջ տարածքում բեռնատար մեքենաների վերանորոգում, տեղում օգտագործվում է միայն օրիգինալ ավտոպահեստամասեր։ S&H Garage, որակ գնից բարձր։ Հնդրում եք հարմար տարածք ձեր միջոցառումների համար, եկեք ցույց տամ։ Այստեղ կարող եք անցկացնել մանկական ծնունդներ, կորպորատիվներ, ինչպես նաև հարսի տան արարողությունը։ Կարող եք զանգահարել կամ հետևել Instagram-յան էջին։ Ինչպես գիտեք, մեր երրորդ սրահը գտնվում է 28610 Kenwood Street Agora Hills հասցեում։ Alla Moda, այցելեք եւ գնեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մարտի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգա սիրված երգիչ, ռուսական էստրադայի ամենահայտնի անուններից մեկը Արսեն Շախունցը։ Բացառիկ այս համերգը տեղի կունենա Ագուադալենտեի շքեղ դժոր համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին։ Բոլոր ժամանակների ամենասիրված եւ հիթեր դարձած երգեր։ Կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով armticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Աշոտ ջան, բարլուս, այսքան շուտ գնում ես դու։ Հա, նորմալ է։ Հա, դες պաս ես կոֆես խմեմ, ես քեզ կտանեմ։ Չէ, ինչի համար։ Ոնց թե ինչի համար, առաջի անգամ ես տեղից դասի գնում։ Հա, ինչ անենք։ Ես ճամփեն գիտեմ, մհերն է հետս գալու է։ Հաստատ։ Հա։ Վահե, պապան երբ կգա։ Պապան կգա, մի անհանգստացի, ինքը քեզ կզանգի։ Դե լավ, գնացի։ Հեռախոսիդ ուշադիր կնես, Աշոտ։ Ինչի համար։ Շատ գիտեմ, պապատ միշտ ասում ասի, ես էլ աս։ Դու էլ մի հակաճառի։ Է։ Պապան էլ քեզ էտա միշտ ասում։ Արի ստե ասեմ, քեզ ինչ ասեմ։ Այսօր չի ստացվում գալուս։ Չէ, ուղղակի ասա, որ չի ստացվում։ Լավ։ Ման։ Մամ։ Նան ջան, ոնց ես, բալես։ Լավ, ինչ ես իմ սենյակում։ Լավ ես կուքի։ Պապ։ Ես ինչա։ Չես հիշում ոչ մի բան։ Չէ, ինչ ա կատարվում։ Հիշում ա, ուղղակի երեխա մտածում թե երազատես է։ Մի հատ կբացատրեք ինչ ա եղել։ Սյուզի, թող վեր կենա երեխան, մի հատ լողանա, հետո կխոսենք, հա։ Մամա, կասես ինչ ա եղել։ Այ, նանե, դու չես պատկերացնի ինչից ես բրծե։ Գլուխս ինչ ա ցավում։ Կա, ես ում
ես փողաց դու։ Այս ինչ ա եղել քթիդ։ Էշ կանցնի, չասիր ես կորած։ Մի ամիսա քեզնից խաբար չկա։ Ժամանակը գա կիմանաս։ Ես լսել եմ քեռիտ անգ հետևիցդ։ Ախպեր, այդ ներվերս չի երիքում։ Մի բան պետք է անեմ առանձնանամ։ Սաղորը կռվում եմ հետները։ Ուզում եմ առանձնանամ սաղից առանձին ապրեմ։ Դրա համար փող ա պետք, տարոն, փող։ Կամ էլ փողոտ աղջիկ։ Չկա տենց մեկը։ Կարիք, ես ուզում եմ անկախանամ, ոչ թե մերոնցից պրծնեմ, եթե մնգնեմ կնգաս թակարդը։ Սպիցայս կե լավն ա։ Պապ։ Մաման պատմեց երեք ինչ ա եղել։ Ես հիշում եմ, որ ակումբում էինք ու այդ աղմուկը ինձ ընդհանրապես դուր չէր գալիս։ Ու լիքը անծանոթ մարդիկ կային։ Հետո վարորդին կանչեցի, բայց այդ ընթացքում Ժասմինը ինչ-որ մի բան հյուրասիրեց ու էլ չեմ հիշում։ Ես գիտեմ, որ դու չես իմացել, թե ինչ կա այդ շոկոլադի մեջ։ Ես վստահ եմ, որ իմաներ չէր վերցնի։ Բայց միջև երեք ես նաև վստահ եմ, որ դու գիտես, ուր կարելի է գնալ, ուր չէ։ Ում հետ կարելի է գնալ, ում հետ չէ։ Ու միջև քանիս է կարելի դուրսը մնալ։ Պապ, ես չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Կյանքում գայթակղությունները շատ են։ Հիմնականում ամենավատ ու ամենավտանգավոր բաները մեր կյանք գալիս են անմեղ տեսքով, սիրուն փաթեթավորված, էլեկտրա շոկոլադի պես, որ դու ոչ մի բանի վրա չկասկածես, ոչ մի բանի չզգուշանաս ու թուլանաս։ Ես այդ արդեն հասկացել եմ, պապ։ Ջայլ երեխեքին գրավում է այդ զգացողությունը, իրականությունից կտրվելու ու ամեն ինչ մոռանալու, բայց այդ ամենավատ բանն է։ 1, 2, ու էլ դու քո տերը չես, դու քեզ չես պատկանում։ Այդ աշխարհը շատ գունավոր է, ուրախ է թվում, բայց ներսից փտած է, գործամաս ճակատագրերով ու մահերով։ Ես գիտեմ, պապ։ Ես գիտակցված այդ քայլը երբեք չի անի։ Ու ես խոստանում եմ, որ ես ուշադիր կլինեմ, պապ։ Հիմա ես էլ շատ ուշադիր կլինեմ։ Ես ես կյանքում ամենաքիչը կուզեի քո վստահությունը կորցնել, պապ։ Ես վստահում եմ քեզ։ Նաև վստահում եմ մորդ դաստիարակությանը։ Բայց ես երկրում պետք է մենք կրկնակի զգույշ լինենք։ Աղջիկս, եթե փտած միրգը դնում ես առողջ մրգի կողքը, չի առողջանում։ Ընդհակառակ առողջ միրգը փտում է։ Քո կողքի մարդկանց պետք է ուշադիր ընտրես։ Իրանք են ձևավորում քո աշխարհը։ Իմ մաքուր ու անմեղ աղջիկ, մեզ կյանքը հարվածելով է մեծացնում։ Ու քանի ծնողներդ կան, դու երեխա ես մնում։ Ու հավատա ինձ, այդ ամենալավ բանն է։ Ես էլ կյանքում չեմ թողի, որ քո հետ վատ բան լինի։ Չվախենաս։ Սյուզի, նանեն քնացա դեռ։ Չէ, Մինասի հետ դրսում խոսում ա։ Ոնց, մենակ ես թողել։ Մամա ջան, թող հանգիստ խոսեն։ Երեխուն կնեղացնի։ Մամ ջան, Մինասը երբևէ իր աղջկան չի նեղացրել, հիմա էլ չի նեղացնի, մի խառնվի։ Չեմ կարծում, որ ճիշտ ժամանակի ես եկել։ Եկել եմ տեսնեմ Նանեն ոնց է, զանգում եմ հեռախոսը անջատած է։ Նանեն լավ է, կարող ես գնալ։ Բարև ձեզ։ Դու
Դու ինչի ես եկել։ Եկել եմ տեսնեմ Նանեն ոնց է։ Նանեն շատ լավ է։ Այ հիմա խառնվի, մամա։ Դե խառնվի։ Գնա Ժասմին։ Գնա։ Ախր ես էլ չէի ուզում, որ տենց բան լիներ։ Ուշադիր ինձ լսի աղջիկ։ Եթե մի անգամ էլ ես քեզ Նանեի հետ տեսնեմ, փոլիս եմ կանչելու։ Ինչ փոլիս։ Տիկին Մարգո, դուք եք ինձ ասել, որ մտերման եմ Նանեի հետ։ Ես ինձ իմացած միջոցներով մտերմացել եմ։ Համին Նանեն եկա աղջիկա, այ քեզ բան։ Եվ ուր էլ լինեք այս կյանքի ճամփեքին ու թեկուզ մայր հողից շատ հեռու վերադարձը մի օր թող լինի ձեր կրկին ձեր մասին չենք լռելու ոչ ոք չի ուրացել գործը ձեր անմոռաց խոնարհումս ձեզ գնդապետ ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց միասին բերելու ենք այն հետ